Դերասանուհի Անահիտ Սարդարյանը մշտապես ակտիվ է իր ինստագրամյան հարթակում, այս օրերին վերջինս կամավորական քայլեր է իրականացնում և նվերներ է հավաքագրում զոհված ծառայողների երեխաների համար։ Անահիտը պարբերաբար ինստագրամյան հարթակում հրապարակումներ է անում, այդպիսով ցույց տալով, թե ինչքան շատ մարդիկ են աջակցում իրեն այս կարևոր գործում։ Գաղտնիք չէ, որ Անահիտ Սարդարյանը շատ ակտիվ է նաև Հայաստանում տեղի ունեցող մի շարք իրադարձությունների վերաբերյալ։ Նա չի կարողանում լռել, երբ որևէ մեկը դեմ է դուրս գալիս եկեղեցուն և պետությանը։ Անահիտ Սարդարյանը ինստագրամյան հարթակում հրապարակումով է հանդես եկել, որը ներկայացնում ենք ձեզ հաջորդ թիվ։ Բարի օր բոլորին։ Ուզում եմ ասել, որ սիրում եմ ձեզ իմ հայացք, ուզում եմ ասել, որ դուք լավագույնն եք ու այն ամենը ինչ որ հանկարծ օրերից մի օր մի հիմար նստում խոսում ա, որ հայերս հենց հայերն հենց այդ հատուկ արվում, որ մենք իրարից զզվենք, որ մենք իրարից բաժանվենք, սև ու սպիտակի մեզ բաժանեն։ Իրականում այս ազգը սիրող մարդը երբեք տենց չի անի։ Ես ձեզ սիրում եմ։ Բոլորիդ, անկախ ձեր քաղաքական նկրտումներից, անկախ ձեր ցանկություններից, եթե դուք հայ եք ու հայի համար լավագույնն եք ցանկանում, ես ձեզ սիրում եմ։ Բայց խնդրում եմ, միշտ ու հավերժ հիշեք, եկեղեցին մեր հիմնասյունն է։ Եկեղեցին քանդել չի կարելի։ Ինչ քաղաքական հայացքներ դու ուզում ես ունեցի։ Հերոսը մեր բոլորի հերոսն է։ Հերոսի բալիկի համար նվեր անում ենք բոլորով միասին ու այս ապացույցներ, որ բոլորով ենք անում։ Արժեքներ կա, որոնք չպիտի փոխարինվեն, չպիտի զեղչվեն եւ զիջվեն, որովհետեւ դրանք մեր արժեքներն են եւ մեր ինքնության հիմքն են։ Ես ձեզ սիրում եմ հայեր ջան, բոլորիդ լավ օր եմ մաղթում ու իջնում եմ Արշակունյաց։ Այն օրը, որ եկեղեցու բակում էինք, դե գիտեք, ես էլ էի այնտեղ, որտեղ ես չեմ կարող այնտեղ չլինել, ես չեմ կարող իմ եկեղեցու դուռը թողել, որ ստահակներ ու անօրենները ջարդեն, ես չեմ կարող թույլ տալ, որ իմ եկեղեցու բակում հայհոյեն արժեք պաշտպանելով, լուրջ, այդտենց եք արժեքները պաշտպանում, հա, այ քաղաքապետ տգետներ, չգիտեմ, թաղապետ տգետներ, գալիս կանգնում եք եկեղեցու բակում, դուռը ջարդում եք ու հայհոյում եք, տենց եք պաշտպանում։ Շնորհակալություն բոլոր են քաղաքական գործիչներին եւ չգործիչներին, ովքեր որ այդ օրը կենթանի պատ կազմած պաշտպանում են եկեղեցու դուռը, որ չջարդվի։ Չէին հայհոյում, ուղղակի հուզված, այսպես աչքերին արցունքներ 16 տարեկան երեխեք հետևս կանած աղջիկ լացում էին, որտեղ չէին հավատում, որ էս կատարվում է իրենց երկրի հետ։ Շնորհակալություն բոլոր են մարդկանց, ովքեր թեկուզ եթե ներկա չեն եղել եկեղեցու բակում, աղոթքով ասել են, որ Տեր ների դրանց, որովհետև դրանք անում են հիմա այն ինչ որ չպիտի անեն։ Իրանց էլ չեմ մեղադրում, որովհետև իրականում այնտեղ կանգնած մարդկանց աչքից երևում է, որ իրանք կամ ինչ-որ բանի տակ են, կամ չգիտեմ, կամ չեն էլ գիտակցում ինչ են անում, ինչ fake էջերով 0 հետևորդ 0 նկար 0 պատվիշիկով fake-էր իմ վրա չի ազդում ձեր գրևը իսկականից կոնջը մեկ լուրջ եմ ես հասկանում եմ որ փող եք ստանում որ պիտի գրեք ինձ դու ինչ գերձինես բանման գործ ունեմ սա իմ երկինն է ձերը չի որտեղ դուք fake եք ձեր ապրածով ձեր չապրածով ձեր տերերով ձեր անտերով ես այս երկրում եմ ապրում ես այս երկրում երկու զավակ եմ ունեցել իմ երեխեքը այս երկրում են գնալու բանակ դպրոց համալսարան եւ իմ երեխեքը այս երկրում են մնալու ապրեն ու դուք չեք կարողանալու այս երկիրը այնց քանդեք որ ես զզված ասեմ ես գնում եմ այս երկրից ես մնալու եմ որ լույս անջատող ու միացնողն եմ լինելու բայց մնալու եմ այս երկրում ու իսկապես այդ fake-երի բանակի հետ մարդուն ասեք որ չեք զգացել 20 թվականից ինչ ասես գրեցիք սրա շուն սրա լիրբ սրա չգիտեմ ինչ իմ վրա դա չի ազդում որտեղ ես Աստծո առաջին եմ գործ անում դե դուք եք սատանային ծառայում ես Աստծո այդ լավ հիշեք անիմաստ լուրջ անիմաստ ռեսուրս եք ծախում երբ որ ես հարցանք եք գրել ինչա փոխվելու դրանից Առաջիկայում մեր ձևով շարժումն ուխտագնացություն է կազմակերպելու դեպի Մայրաթոր։ Այս մասին ՀԱԾՄ կուսարանի դիմաց հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Վաղը ժամը 17:30-ին հանդիպում ենք Մայրաթորում, ասել է նա։ Նշենք, որ մեր ձևով շարժումն այսօր հանրահավաք էր կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում։ Այնուհետև հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ԱԱԾՄ կուսարան։ Երթն այնտեղ ավարտվեց։ Հավելենք նաև, որ ներկաների շարքում էր նաև դերասանուհի Անահիտ Սարդարյանը վերջինս ինստագրամյան էջում story էր հրապարակել, որտեղ չէր կարողանում թաքցնել իր հուզմունքը եւ խոսում էր արտասվելով։ Մեր երկրում կա արդեն 30-ից ավել քաղբանդարկյալ, որոնց թվում կա ինքն քաղբանդարկյալ Լիդիան Մանթաշյան, կան մեր սրբազանները, արդեն 3-րդ սրբազաններ,
ձերբակալված եւ կանոնավորված Միքայել Սրբազյանը, Մկրտիչ Սրբազյանը եւ Բագրատ Սրբազյանը եւ մեր երկրում կա ձերբակալված ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ Ինչով ենք մենք տարբերվում Բաքվից, եթե մեր երկրում մեր իսկ ժողովուրդը գերեվարված է։ Ինչով ենք մենք իրանցից տարբերվում։ Նշենք նաև, որ երեք ներկայացրել էինք եւ Նարեկ Կարապետյանի եւ Կարեն Կարապետյանի երեխաների ուղերձը երթին մասնակցելու արդիվ։ Տաշիր ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրել է. Սիրելի հայրենակիցներ, վաղը շաբաթ օրը ժամը 16:39 հավաքվում ենք Երևանի օպերայի հրապարակում, որտեղից միասին երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի եւ եկեղեցու հայրերի ապօրինի կալանավորման վայր։ 2 ժամ հատկացնենք մեր օրից, որ ունենանք արդարություն եւ բարեկեցություն մեր երկրում։ Տակ կհագնվեք, նշվել է հայտարարության մեջ։ Սամվել Կարապետյանի դուստրը եւս հայտարարությամբ է հանդես եկել։ Մենք բոլորս կանգնած ենք եւ շարունակելու ենք կանգնել եկեղեցու կողքին, երբ երկրում մարդկանց ձերբակալում են ոչ թե արարքների, այլ խոսքերի համար, դա այլևս առանձին վերցրած մարդու խնդիրը չէ։ Խնդիրն այն է, ինչպիսին է լինելու Հայաստանը, ազատ թե վախեցած, երբ երկրում հարցերը լուծում են վիրավորանքներով սոցիալական ցանցերում, իսկ այդ ժամանակ քո երկիրը շփոթում են Կամբոջայի կամ Ալբանիայի հետ, դա վերաբերվում է մեզ բոլորիս մեր պատվին։ Այս մասին ասել է ազգային բարերար գործարար Սամվել Կարապետյանի դուստրը Տաթև Կարապետյանը Instagram-յան իր էջում հրապարակած տեսանյութում։ Արդեն 121 օր է, ինչ իմ ընտանիքը կանգնած է ոչ միայն հարազատ մարդու կողքին, այլ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների ու արժեքների պաշտպանության համար։ Իմ հայրը կալանքի տակ է այն խոսքերի համար, որ կանգնած է եկեղեցու կողքին։ Մենք բոլորս կանգնած ենք եւ շարունակելու ենք կանգնել եկեղեցու կողքին ու պաշտպանել մեր արժեքները։ Հայրս մեզ միշտ հիշեցնում է, եթե քարը մոռանա թե որ լեռից է պոկվել, ապա այն վերածվում է փոշու։ Մեզ չեն կարող վերածել փոշու։ Վաղը հոկտեմբերի 18-ին ժամը 16:30-ին սպասում եմ ձեզ Ազատության հրապարակում, ոչ թե ինչ-որ մեկի համար, այլ ձեզ համար, Հայաստանի համար։ Երբ երկրում մարդկանց ձերբակալում են ոչ թե արարքների, այլ խոսքերի համար, դա այլևս մեկ առանձին վերցած մարդու խնդիրը չէ։ Խնդիրը այլ է։ Ինչպիսին է լինելու Հայաստանը։ Ազատ թե վախեցած։ Երբ երկրում հարցերը լուծում են վիրավորանքներով սոցիալական ցանցերում, իսկ այդ ժամանակ քո երկիրը շփոթում են Կամբոջայի կամ Ալբանիայի հետ, դա վերաբերվում է մեզ բոլորիս, մեր պատվին։ Արդեն 121 օր է, ինչ իմ ընտանիքը կանգնած է ոչ միայն հարազատ մարդու կողքին, այլ յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների ու արժեքների պաշտպանության համար։ Իմ հայրը կալանքի տակ է այն խոսքերի համար, որ կանգնած է եկեղեցու կողքին։ Մենք բոլորս կանգնած ենք եւ շարունակելու ենք կանգնել եկեղեցու կողքին ու պաշտպանել մեր արժեքները։ Հայրս մեզ միշտ հիշեցնում է, եթե քարը մոռանա թե որ լեռից է պոկվել, ապա այն վերածվում է փոշու։ Մեզ չեն կարող վերացնել փոշու։ Վաղը հոկտեմբերի 18-ին ժամը 16:30-ին սպասում եմ ձեզ Ազատության հրապարակում։ Ոչ թե ինչ-որ մեկի համար, այլ ձեզ համար, Հայաստանի համար։ Հավելենք նաև, որ Անահիս Սարդարյանը եւս խոսել է այն մասին, որ միանալու է այս հավաքին։ Ներքև իրանք միշտ փորելու տեղ ունեն։ Խոսքի ազատություն այս երկրում հավասարազոր 0-ից էլ ցածր մակարդակի վրա, ինչի, որովհետև ուրեմն 18 արդարների գործով փաստաբանին 3 դատարանի շենքի բակից խոշտանգելով sense գետին պարկացնելով ուժ գործադրելով բռնեցի տան փաստաբանին ինչի համար որտեղ դրանից մի օր թե 2 օր առաջ ինքը ստատուս էր գրել ու ամոթանք էր տվել իրապա համակարգի են աշխատողներին ովքեր որ իրենց խղճին համապատասխան չեն գործում օրենքին համապատասխան չեն գործում եւ մի քանի այնտեղ խոսքեր էր ասել չգիտեմ, միգուցե ոմանց համար վիրավորական, միգուցե ոմանց համար ճշգրիտ եւ դրա համար այդ մարդուն խոշտանգելով բռնեցին տարան։ Մեր երկրում խոսքը չունի ազատություն։ Մենք բոլորս ապրում ենք ինչ-որ բռնապետական կարգերով ու դա նորմալ չի։ Ու եթե դուք էլ համաձայն չեք այս ամեն ինչի հետ ու հաշտ չեք այս ամեն ինչի հետ, եթե դուք էլ ինպես հաշտ չեք այս ամեն ինչի հետ, վաղը Ազատության հրապարակում մեր ձևով շարժում անում է հանրահավաք 16:30-ին Ես գնալու եմ, որովհետև իմ վաղվա անելիքները այդքան կարևոր չեն, ինչքան քաղբանտարկյալները, նրանց իրավունքները եւ խոսքի ազատությունը այս երկրում։ Ես էլ ունեմ վաղը լիքը գործ, բայց դա այնքան կարևոր չի,
ինչքան վաղվա հանրավաքը ինձ համար։ Թովմաս Առաքելը Instagram-յան էջում գրել է. Ես աջակցում եմ Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին, Մկրտիչ Սրբազանին, Քահանա հայրերիս, Սամվել Կարապետյանին եւ բոլոր քաղբանտարկյալներին իմ ձևով եւ մեր ձևով։ Թե հիմի էլ լռենք, հարմարվենք քաղաքականությամբ չզբաղվելու քողի տակ բարփակենք մեր վախերն ու կորցնենք ամեն սրբություն, այլևս բավ է, ժամանակն է հակազդելու կործանարար ընթացքին։ Ռուբեն Մելեքյանը գրել է. Օկուպացիոն ռեժիմը սկսել է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հարձակման կարևորագույն արարի Վեհապար հայրապետի կալանավորման տեղեկատվական նախապատրաստությունը։ Իրենց պատկանող կայքերից մեկում հրապարակել են իբր 2023 թվականին կատարված հեռախոսային խոսակցության ձայնագրություն սրբազաններից մեկի եւ Ոմն Աբեղայի միջև, որում այդ աբեղան մեղադրում է Վեհապար հայրապետին ինչ-որ միտինգի մասնակցել խորհուրդ տալու համար։ Հաջորդ քայլերն արդեն պարզ են, հարցն այն է՝ երբ, այսօր, վաղը, երկուշաբթի, թե մի քանի օրից։ Այս ամենը հաշվի առնելով ցանկանում եմ կիսվել որոշ թեզիսներով։ Գերեվարված վեհապարը շարունակում է մնալ վեհապար։ Մեր դարավոր պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ մեր վեհապար հայրապետերը գերեվարվել են թշնամու կողմից։ Սա էլ կլինի այդ դիպվածների շարքում։ Վեհապարը իշխանը իր բացակայության շրջանում նշանակելու տեղապահ եկեղեցու բնականon գործունեությունն ապահովելու համար։ Եթե մայրաթորից մեզ կոչեն Սուրբ Էջմիածին, ապա պետք է պատրաստ լինենք։ Ողջույն բոլորին։ Ինձ թվում է մենք չպիտի մոռանանք, որ ցանկացած իշխանությունը ծառայում է ժողովրդին, ոչ հակառակը։ Եվ պիտի կատարի ժողովրդի կամքը։ Վաղը մենք ունենալու ենք հնարավորություն այդ կամքը ցույց տանք, որ իրենք հասկանան, որ եթե այս ռեպրեսիաները շարունակվեն, իրենց նույնիսկ 2 տամոքս չերի կես ամեն ինչը մարսեն։ Վաղը 4:30 ես կլինեմ Ազատության հրապարակում։